Օրակարգն է մեկնարկում Արցախի հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում բարի երեկո։ Արցախի շրջափակումը շարունակվում է, ծնելով նոր խնդիրներ, միաժամանակ սկիզբ տալով նոր ծրագրերի և ինքնաբուխ նախաձեռնությունների։ Ցանկացած բացասական երևույթ, ինչպես հայտնի է, ունի նաև իր դիրական կողմերը։ Ողջունում ենք ճգնաժամային այս օրերին նաև մարդկանց պատրաստակամությունը իրար օգնելու, ծերերին և փոքրերին աջակցելու հարցում պետության և հասարակական սեկտորի միավորված ջանքերը, ներդրվող կամավորականության մշակույթը։ Սոցիալ-հոգեբանական աջակցության հարցում պետությունը արդեն մշակված և փորձված ռազմավարություն ունի։ Ինչպես է այն դրսևորվում շրջափակման օրերին, կզրուցենք մեր այսօրվա հյուրի հետ։ Իսկ մինչ այդ պատասխանատու կառույցի գործնական քայլերը կադրերով ձեր էկրաններին է։ Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության ենթակայությամբ գործող սոցիալ-հոգեբանական աջակցության կենտրոնի շահառուները միայնակ և առանց խնամքի մնացած տարեցներն են։ Այս կազմակերպությունների նպատակն է կազմակերպել տարեց քաղաքացիների սոցիալական ծառայությունների տրամադրումը և նրանց կարիքների լիարժեք ու բազմակողմանի ապահովումը։ Սոցիալական աշխատողները տրամադրում են սոցիալ-հոգեբանական ծառայություններ, ինչպես նաև տրամադրում են առաջնային առողջության պահպանման ծառայություններ և առաջին անհրաժեշտության դեղորայք, համաձայն շահառուների պահանջների։ Ծրագրային կամավորներն աջակցում են շահառուներին հիգիենիկ խնամքի պահպանման գործում, ինչպես նաև աջակցում են սոցիալական միջոցառումների կազմակերպմանը։ Շրջափակումը ազդել է նաև այս ոլորտի պատասխանատուների ամենօրյա գործունեությանը։ Ոլորտի պատասխանատուներն այսօր ավելի ծանրաբեռնված են աշխատում, փորձելով օգնել բոլոր կարիքավորներին։ Մեծամասնությունը սաղ միայնակ են, առանց հարազատների են։ Առանց հարազատների ու մենք գնում ենք իրանց մեր խնամքը կատարում ենք, իրանք ինչ ուզում են։ Մենք մեր խնամքը բարեխղճորեն բոլորը կատարում ենք։ Մենք դասավորում ենք իրենց թղթաբանությամբ մենք զբաղվում, որպեսզի կտրոնները ստանանք, տանենք իրենց հանձնենք, ու այդ կտրոնները ճիշտ է մեր վրա էլ շատ ազդել ծանր, մեր աշխատանք ծանրացել է ավելի շուտ, որովհետև այդ կտրոնները մենք պետք է գնանք ստանանք խանութներից ու մեզ ամենքից ունենք շատ տատիկներ, մեզ համարել է դժվար, իրանց համարել է դժվար, բայց մենք հոգատարությամբ աշխատում ենք և բոլորը հասցնում ենք։ Սոցապից են օգնել են, ճիշտն ասած տալ ենք, տվել ենք, հետո իրանք հանգանակել ունենք, հանգանակից են օգտվել, խանութներից հերթ են կանգնել, այնով որ չի ստանում, եթե չի գրված հանգանակով, խանութներում հերթ են կանգնել, առել, տարել, տվել։ Չափաբաժինը ճիշտն ասած մի քիչ դժվարացել է, չկար, բայց տվել են, ինչ որ չափով էլի տվել են։ Կա որ մարդկա չի ստացել, չի հասցրել, բայց բերել են, ուշացումը, բայց տվել են։ Երկրորդ կարգի հաշմանդամ Սուսան Բարպետրոսյանը Շուշիից է տեղահանվել։ 44-օրյա պատերազմից հետո բնակարանով ապահովել է Կարմիր խաչի կազմակերպությունը։ Կարիքները շատ են, իսկ պետության կողմից տրամադրվող կենսաթոշակը չի բավարարում ամենամսյա ծախսերը հոգալու համար։ Միայնակ կինը լավատեսորեն է տրամադրված, չի դժգոհում, կարևորը խաղաղություն լինի։ Ինձ կոմա գեներալ первый время տեղ ընտուվալ ապրալım, բայց մեր վարչակազմի ղեկավարը ինձ տղվարալա այս հյուրանոցում։ 2 տարի այս հյուրանոցում ապրում եմ։ Հիշ չի, հյուրանոցը տերնել լավ, շրջապատս լավ, 2 ձեռնափայտերով քայլում եմ, ամեն ձևի ինձ աջակցում են։ Գոհամ եմ խնամակալից, սոցիալ նախարարից, որ ինձ խնամակալը հատկացրած, իմ հարցերս լուծում է, օգնություն են տամ բերում է, դեղերս ստանում է, բայց քանի որ դեղերս ես ստանում եմ 3 դեղ մշտական, դրանից մեկն եմ ստանում, որովհետև երկուսը ասում է չկա։ Առողջապահության նախարարն այն հատկացրած է դեղերը, ես 10 տարի ստանում եմ այդ դեղը։ Շուշի ամեն ամիս իմ խնամակալս քեցարա 3 դեղներ ստացալ բերել, բայց տեղափոխումից հետո որ արդեն եկալ է խնամակալս հետաքրքրվել է դեղերին հարցը, այդ վաղտյանից մի 2 անգամ 2 հատ են տվել, երրորդը տվել չեն։ Մի էսա 2-3 անգամ էլ մենակ մի հատ են տալ։ Սոցիալաշխատողը բերում է, ինչ ասում եմ ինքը բերում է, ասած վաղտներ բերում է տամքին է։ Չէ, ես շատ գոհ եմ, ինքն է ամեն ինչի անում։ Վերականգնողական կենտրոնը 6 ամսից մեկին եմ, մին ամիս ընդեղ լիչենի են անում, bezplatni, առանց վշնպանի ու տելեկապանար պահում են, մի ամիս լիչենիս անում, մի ամսից հետո դուրս գել։ Տիկին Անժելան պատմում է, թե ինչպես են Բաքվից տեղահանվել և բնակություն հաստատել Շուշիում։ Այս տարի կորցնելով ամուսնուն մնացել է միայնակ։
Քրոջ աղջիկն է այսօր խնամում նրան։ Լիլանա շատ գոհ, շատ։ Ինքը միշտ զանգում է, միշտ կյամ է, հետաքրքրում է, դեղը բերում է։ Դե ես կարեմ չունչին եմ մտան։ Տանավետություն եմ դասի ջնշումս։ Եթերանում է կարեմ չուն, գիտեմ, քրոջ սաղչին է։ Դե ինձ տեղ օգնում է, շատ է օգնում։ Կարմիր խաշնոր։ Ծանրուսն է տվալ։ Вечерчили минкерп вечер, просто энатежер вер. Не дам здесь тахсеры. Газна это не дам. Я вам мечемин ересный. Это так энски хатсы похчим нам ли. Шад дожвар. Друзья. Вечер. То мерджайни лавни мата. Хагагни варин хокол кемер. Երիտասարդներուն լավնին, առողջին, խաղաղ երկնքի տակ։ Տիկին Լավրինան նույնպես տեղահանվել է Շուշիից։ Հարազատներ չունի, ամուսինը մահացել է 2001 թվականին։ Ամսական կենսաթոշակը բավարարում է տան վարձի եւ կոմունալ վճարների համար։ Սնունդը ստանում է հանգանակի ծրագրից, իսկ դեղորայքը բուժհաստատությունից։ Օգնություն տվալ, ես ասում չունի, գեղում չում օգնություն տվալ, ասեք ապրել, մելին Միշտ շեպեթե երկուղդ կայիսելել, կնիսելել, ինչ հարկավերա, դեղորան կապենա, առալա, բերալա, դոնչ մրալ, իրան զանգում տվալ, ասալն է սիշկենը, դեր չուն կարում չուն ճարին, ինքը դաստի դենարալ, հանգանակը, հասիկ ես անգամ միշտ տայիս է ելել, ամեն ամես, Տայիսելեն մենք հասեք ես ամեսի երևի գրացալ չիրին համպեն կարմիր խաչն ատվալ։ Միայնակ տարեցների եւ հաշմանդամություն ունեցող անձանց խնամքը տնային պայմաններում կազմակերպելու համար ստեղծվել են դժվարին պայմաններ։ Կառավարությունը շարունակում է սոցիալական ծրագրերը, սակայն պատերազմից հետո շահառուների թվի աճով պայմանավորված եւ շրջափակման պատճառով դրանց իրագործումը դժվարություններ է իրենից ներկայացնում։ Շարունակում ենք աշխատել ուղիղ եթերում եւ այսպես ներկայացնեմ իմ այսօրվա զրուցակցին սոցիալական զարգացման եւ միգրացիայի նախարարության կից սոցիալ-հոգեբանական աջակցության կենտրոն ոչ կառավարչական հիմնարկի տնօրեն Մարիաննա Հարությունյանն է մեր տաղավարում։ Բարև ձեզ Մարիաննա։ Եվ այսպես տեսանք ձեր գործունեության մի հատվածը, որը այս տեսանյութի մեջ ներկայացրինք, սակայն գիտենք, որ կառույցը տարբեր գործառույթներ ունի եւ գործում է 2020 թվականի պատերազմից ի վեր։ Ինչ է փոխել ձեր գործունեության մեջ շրջափակումը։ Շրջափակումից ի վեր ինչպես է ինքնակազմակերպվել եւ ինչպես է կազմակերպում ձեր աշխատանքները։ Նախ շնորհակալ եմ հրավերի համար։ Այո, ինչպես նշեցիք, մեր կենտրոնը ձևավորվել է հետպատերազմյան Արցախում, որպեսզի ինչ որ չափով թոթափի մեր հասարակության սոցիալական խնդիրները։ Կենտրոն մի քիչ ներկայացնեմ կենտրոնի գործունեությունը, որպեսզի ավելի բարձ լինի, ուրեմն կենտրոնի ներսում գործում է մի քանի բաժիններ, թեժգծի բաժինը, սոցիալական աշխատողների բաժինը, միայնակ տարեցների սպասարկման բաժինը, որը ներկայացվեց տեսանյութում եւ հոգեբանի ծառայությունը եւ հետպատերազմ բլոկադայի մեր օրերում, այո, մի քիչ վերակազմակերպվեց մեր աշխատանքը, քանի որ այլ խնդիրներ առաջացան եւ այ տալոնների հարցում մենք շատ մեծ աջակցություն ստացանք հենց սոցիալական սպասարկողների կողմից, ովքեր փոխեցին մի քիչ իրենց աշխատանքի բնույթը եւ օգնեցին միայնակ տարեցներին, որովհետեւ նրանք մեր այս իրականությունում ամենախոցելի խավերից մեկն են։ Այո, իսկապես նրանց իրենք կարիքները հոգալու կողքին պետք է նաեւ այդ կտրոնների համակարգը, որը նոր է, ներկայացվեն նաեւ ծերերին կամ իրենց փոխարեն հերթերում լինել, բնականաբար գործառույթներն ավելացել են։ Խոսենք նաեւ թեժգծի մասին, այս օրերին շրջափակումից ի վեր ինչ բնույթի հարցեր են հիմնականում հետաքրքրում, անհանգստացնում մեր բնակիչներին եւ դուք ինչպես եք կազմակերպում աշխատանքները, արդյոք կարիքների գնահատում որոշակի կատարվում է, հետո օգնություն ցուցաբերվում։ Թեժգծի աշխատանքը եւս մի փոքր փոխվեց, որովհետեւ անհրաժեշտություն առաջացավ մուտքագրել բոլոր զանգերը եւ շտաբ ահազանգել եւ թեժգծի աշխատակիցները աշխատում էին նույնիսկ ոչ
ոչ աշխատանքային տոնական օրերին եւ բոլոր զանգերը մեկ առ մեկ մեր սոցիալական աշխատողների միջոցով քննարկվել են եւ համապատասխան լուծումն են ստացել։ Այս օրերին նրանց աշխատանքը պետք է նշեմ, որ ավելի ծանրաբեռնված է եւ ինչու՞ չէ զանգերի տեսակը մի քիչ ավելի է փոփոխվել, ավելի շատ նյութական օգնության համար են հիմա դիմում, մենք զանգեր ենք ստանում հիմնականում խոցելի խմբերից, բազմազավակներից, աշխատամություն ունեցող ընտանիքներից, ովքեր շատ դժվարությամբ են կարողանում հերթել կանգնել եւ որոշակի սնունդ ձեռք բերել։ Այդ առումով կարողանում եք հիմնականում պահանջարկը բավարարել, քանի զանգից քանիսն են մոտավորապես բավարարվում, արդյոք բոլորի պահանջները հնարավոր է լինում։ Այդպես վիճակագրական տվյալներ այս պահին մի քիչ դժվարանում են նշել, բայց սննդի առումով այո, հիմնականում 60-70%-ով բավարարվում են։ Մնացած դեպքում դա կարող է լինել հերթերի հետ կապված խնդիրներ, որը այս օրերին իմ կարծիքով պետք է լուծվեն։ Նման անհրաժեշտության դեպքում բացի ձեր գործող սոցաշխատողներից, արդյոք հասարակական կազմակերպությունների հետ որևէ կապ ստեղծում եք, որպեսզի թեկուզ կամավորականության սկզբունքով, եթե աշխատանքի ծավալը մեծանում է, ընդգրկել նաև նրանց, կամ նրանք որևէ առաջարկություն անում են աջակցելու համար այդ գործում։ Կարծում եմ բոլորը ինչ որ չափով իրենց աշխատանքը արդեն կազմակերպել են, որպես այդպեսին կարող է լինել ինֆորմացիայի փոխանակում, ինչ որ ցանկեր մարդկանց անուններ ուզենան կամ նմանատիպ հարցերով, իհարկե համագործակցությունը շատ սերտ է, որովհետև բոլորս էլ ի վերջո աշխատում ենք նույն խնդրի շուրջ։ Եվ բավականին նուրբ հարց է նաև կիսված ընտանիքների հետ կապված խնդիրները, որը կարծում եմ էլի նոր խնդիր է շրջափակումից ի վեր։ Խոսքս այն երեխաների մասին է, ովքեր մնացել են այստեղ Արցախում, իսկ ծնողները մնացել են ճանապարհի մյուս կողմում։ Ինչպես է նրանց կարիքները բավարարում, արդյոք նրանք պետք է անպայման դիմեն, զանգեն, թե ինչ որ տվյալներով կարողանում եք աշխատել նաև ձեր աջակցությունը առաջարկել։ Ուրեմն հենց այդ երեխաները բլոկադայի առաջի օրվանից եղել է մեր ուշադրության կենտրոնում, այն դեպքերում, երբ մենք իմացել ենք օրինակ լրատվամիջոցների միջոցով կամ այլ մարդկանց միջոցով, մենք միանգամից ահազանգել ենք, այցելել ենք նրանց բնակարան, եղել է դեպք, որ մեզ միացել է նաև մեր հոգեբանը եւ հիմնականում աշխատել ենք, որպեսզի երեխաների հետ աշխատանք ավելի սերտ լինի եւ այս վերջերս կազմակերպել ենք նաև մեկ միջոցառում դպրոցահասական երեխաների համար, ում ծնողները մնացել էին Հայաստանում։ Կարծում եմ նրանց համար այդ ուշադրությունը շատ կարևոր է, որպեսզի նրանք հասկանան, որ պետությունը եւս նրանց կողքին է։ Խոսեցիք հոգեբանական աջակցության մասին, կարծում եմ նման իրավիճակներում պատերազմների ընթացքում համաճարակի թեկուզ շրջափակման, որում հայտնվեցինք, հոգեբանական աջակցությունը հավասարազոր է գրեթե վարենի դեղորայքի անհրաժեշտության հետ։ Արդյոք խոցելի խմբերը գիտակցում են այդ անհրաժեշտությունը, թե կարծում եք, որ դուք պետք է այդ մշակույթը ձևավորեք, որպեսզի նրանք դիմեն։ Չէ՞ որ շատ անգամ մերձավորը կարող է ասել, որ կարիք ունի հոգեբանական աջակցության, քան մարդ ինքը գիտակցի, որ ինքը դրա կարիք ունի։ Այո, իրականում շատ ճիշտ նկատառում էր, որովհետև մեր մոտ չկա այդ մշակույթը հոգեբանի հաճախելը, սակայն մենք փորձում ենք նույնիսկ տուն այցի ժամանակ մի քիչ այսպես ասած հեռվից մոտենալ հարցին եւ միգուցե նաեւ համոզելով մարդու հետ աշխատել եւ իրոք շատ կարեւորում եմ հիմա հոգեբանական ծառայության մատուցումը, երևի բոլորս էլ այս իրականությունում դրա կարիք ունենք, այո։ Այ օրինակ տարեցները նման ծառայությունից օգտվում են, երբևէ նման դեպք ունեցել եք կամ ոչ սեփական նախաձեռնությամբ կամ դուք առաջարկեիք։ Հիմա ուզում եք մշակել մի ծրագիր, որ այցելենք մեր տուն-ինտերնատ, բայց կարծում եմ, որ նրանք նույնպես ունեն այդ խնդիրը, մեր սոցիալական սպասարկողները, սոցիալական աշխատողները երևս տիրապետում են որոշակի հոգեբանական գիտելիքների եւ նրանք անպայման ամեն այցի ժամանակ մատուցում են առաջին հոգեբանական ծառայություն։ Հենց դրա մասին խոսեցիք, արդյոք որևէ նախապատրաստական աշխատանք, տրեյնինգներ անց են կացվում, ինչ որ կոնկրետ հատկանիշներով են ընտրվում այդ սոցաշխատողները, այդ առումով արդյոք մեր ռեսուրսները նաեւ բավարար են եւ ցանկություն հայտնում եմ արդիկ որպես սոցաշխատող նման պայմաններում աշխատել։
Որպես մասնագիտություն ինքը պետք է ինձ թվում է մարդու մեջ լինի եւ կոչում է դա ոչ թե մասնագիտություն, այո, ու առաջի անգամ դասընթացները այստեղ կազմակերպել է Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան եւ նրանք բավականին երկար ժամանակ աշխատել են մեր սոցիալական աշխատողների հետ, որովհետեւ մասնագիտությունը նոր է Արցախի համար եւ այժմ մագիստրատուրա նույնպես կա, այսինքն կարող են դիմել մագիստրատուրա սովորելու համար, բայց սոցիալական աշխատողների ասոցիացիան հիմնականում կազմակերպում է 9 ամսյա կուրսեր, որի ընթացքում շատ խտացված բոլոր անհրաժեշտ գիտելիքը փոխանցվում է։ Խոսեցին գրեթե Ստեփանակերտի տարածքում կազմակերպվող աշխատանքների մասին, գիտենք, որ շրջաններից եւս դիմում են թեժ գծի միջոցով կամ այլ հարցերով, այդ առումով էլի բլոկադայի հետևանքով վառելիքի սղության ռեսուրսների սահմանափակ լինելու պայմաններում ինչպես է կազմակերպում այդ աշխատանքը գյուղերում կամ շրջաններում։ Պետք է նշեմ, որ շատ ուժեղ է համագործակցությունը համայնքի ղեկավարների հետ եւ նրանք շատ պատրաստական են։ Մեր սոցիալական աշխատողներ շրջաններում նույնպես ունենք եւ երբ որ ինչ որ թեժ գծի միջոցով կամ անձամբ խնդիրը հայտնաբերվում է, հնարավոր է նույնիսկ հասարակական տրանսպորտի միջոցով մենք փոխանցենք, այսինքն այս պահին մենք օգտագործում ենք ամեն մի միջոց, բոլոր ռեսուրսները արդյունավետ ենք փորձում օգտագործել, որպեսզի հասցնենք օգնությունը։ Պետք է նշենք, որ բազմազավակ ընտանիքները հատկապես խոցելի խումբ են կոնկրետ այս իրավիճակում, մանավանդ եթե ծնողներից մեկը չի աշխատում կամ սննդի համար չեն հասցնում, օրինակ մայր ծնողը չի հասցնում նաև սնունդ ստանալ, հերթ կանգնել եւ այլն։ Այդ առումով ինչ ծրագիր կա կամ ինչքանով են դիմում, ինչ տեղ է զբաղեցնում զուտ բազմազավակ ընտանիքների հիմնախնդիրները թեժ գծի խնդիրների մեջ։ Բազմազավակ ընտանիքները միշտ եղել են մեր ուշադրության կենտրոնում, սակայն որպես այդպիսին ծրագիր այժմ չկա, բայց փորձում ենք նրանց որպես խոցելի խումբ առաջնահերթություններ տրամադրել, սակայն եթե որևէ բազմազավակ ընտանիք ունի որևէ աջակցության կարիք, այնքը անձամբ պետք է դիմի մեր թերգից, հնարավոր է սոցիալական աշխատողի միջոցով նույնպես խնդիր վերհանվի, բայց եթե ունեն նման խնդիրներ, նրանք պետք է զանգահարեն թեժգից եւ ներկայացնեն իրենց խնդիրը, այսինքն որպես այդպիսի մշակված ծրագիր այժմ նախարարության ներսում չի գործում։ Եվ վերջում թերևս կոչով դիմեք այն բոլոր մարդկանց, ովքեր կարիք ունեն, բայց երբեմն չեն վերցնում հեռախոսը զանգել թեժգից կամ մտածում են, որ չկա նման ծառայություն, որը ցանկացած պահի կարող է նրանց աջակցել։ Պետությունը ստեղծել է այդ կառույցը եւ բնականաբար ռեսուրսներ կան, որպեսզի օժանդակեն թեկուզ դա լինի հոգեբանական աջակցություն, նյութական աջակցություն, խնամքի առումով ցանկացած մի հարց։ Մենք բոլորս իրար կողքի ենք, բնականաբար պետք է նաեւ չամաչել դիմել։ Ես ամենայն դեպս մեր կենտրոնի անունից, նախարարության անունից հավաստիացնում եմ, որ յուրաքանչյուր մարդու խնդիրը շատ կարևոր է մեր համար եւ մեզ կօգնեք դիմելով թերգծին, որովհետեւ խնդիրը միանգամից մենք չպետք է ման գտնենք, այլ կլինի եւ եթե նույնիսկ դա լինի շատ չնչին, մենք փորձելու ենք մեր ռեսուրսների, նախարարության ռեսուրսներով ամենայն դեպս եղած բոլոր ռեսուրսները օգտագործել մարդկանց խնդիրները լուծելու համար։ Շնորհակալություն ձեզ Մարիաննա, հիշեցնեմ, որ մեր տաղավարում էր սոցիալական զարգացման եւ միգրացիայի նախարարության կից սոցիալ-հոգեբանական աջակցության կենտրոն ոչ կառավարչական հիմնարկի տնօրեն Մարիաննա Հարությունյանը։ Արցախում ապրող մի բազմազավակ ընտանիքի խնդիրներին այս պահին կարող ենք ծանոթանալ տեսանյութի շնորհիվ, իսկ ես դες հրաժեշտ եմ տալիս, կհանդիպենք։